Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն քվեարկությամբ հաստատել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այն ներկայացրել էր երկրի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։ Առաջիկայում բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը։ Բանաձևի հաստատման քվեարկության ժամանակ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ իր համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչու մինչև այժմ հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։ Կարևորն այն է, որ մենք դա անենք հիմա, որպեսզի տարբեր հարթակներում այլևս մեզ չհարցնեն, թե ինչու ենք խուսափում դրանից։ Սա եւ բարոյական եւ պատմական պարտավորություն է, եւ իմ կարծիքով դրանից խուսափելու որևէ հիմնավոր պատճառ չկա, նշել է դիվանագետը։ Ըստ նրա, սա Իսրայելի նկատմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության օրոք Թուրքիայի ցուցաբերած բացահայտ թշնամանքի, սուր հռետորաբանության եւ թշնամական գործողությունների դիմաց վրեժխնդրության քայլ չէ։ Հրեական պետության արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ հայտարարել է, թե Թուրքիան Իսրայելի դեմ տարածում է կեղծ պնդումներ, սակայն դա նրան անձեռնմխելիություն չի տալիս պատմական ճշմարտությունների նկատմամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը։ Անկարան Թել Ավիվի նման որոշումը բնութագրել է որպես չարամիտ քայլ։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող եւ միջազգային արդարադատության դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով քննվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները, նշված է հայտարարության մեջ։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ընդունված որոշումը ցույց է տալիս, որ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հայտնվել է ծանր վիճակում։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի ծավալապաշտական եւ ապակայունացնող քաղաքականությանը, իսկ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ, հատկապես պաղեստինյան ժողովրդի, ինչպես նաեւ խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար, նշված է հայտարարության մեջ։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն անդրադարձել է այն պետություններին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է պայքարել ռուսական քարոզչության արշավի դեմ, ավելի ուժեղ դարձնելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպան։ Նախարարն ընդգծել է, որ Մոսկվայի ջանքերն ուղղված են հասարակությունները բաժանելուն եւ ժողովրդավարական ինստիտուտները քայքայելուն։ Եվրամիությունը վերջերս Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ մեկնարկեց անդամակցության բանակցությունների առաջին փուլը։ Չնայած դա չի նշանակում, որ երկու երկրից որևէ մեկը մեկ գիշերվա ընթացքում կդառնա ԵՄ անդամ, այն վերահաստատում է մեր փոխադարձ նվիրվածությունն այդ նպատակին եւ ապահովում է բարեփոխումների հստակ ճանապարհային քարտեզ, որն ի վերջո կամրապնդի ամբողջ Եվրոպան, ասել է Յոհան Վադեֆուլը։ Նա հիշեցրել է Հունգարիայի մասին, որտեղ նոր կառավարության ընտրությամբ վերջ է դրվել երկար տարիների քաղաքական փակուղուն, որն արգելել է եվրոպական առանցքային որոշումների ընդունումը։ Տոկունության առումով ոգեշնչման մեկ այլ աղբյուր է Հայաստանը։ Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին իրենց աջակցությունը երկրի Եվրոպամետ կառավարությանը, արտահայտելով Ռուսաստանի ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու եւ Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը, ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով սոցիալական ցանցերում հաճախ կարող է թվալ, թե ռուսական ազդեցությունն ամենուր է, բայց իրական աշխարհն այլ բան է ասում։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ տեսնում են Կրեմլի բաժանելու եւ տիրելու փորձերը, փոխարենն ընտրելով համագործակցության, ազատության եւ ժողովրդավարության վրա կառուցված ապագան, հայտարարել է դիվանագետը։ Նա նաեւ վստահեցրել է, որ Եվրոպան շարունակում է ուժեղանալ իր մոտիկ եւ հեռու գործընկերների հետ։ Անկորիջի գագաթնաժողովում իսկապես որևէ պայմանավորվածություն չի եղել, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոսիա հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Ռուսաստանի նախագահը նշել է, կասկածում է, որ եվրոպացի առաջնորդներին հաջողվել է համոզել ԱՄՆ նախագահին Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման հարցում։ Ես ոչինչ չգիտեմ այդ մասին եւ կասկածում եմ, որ դա հնարավոր է։ Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների նախագահը վերջի վերջո հասուն եւ փորձառու քաղաքական գործիչ է, նշել է նա։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Իրանի շուրջ ճգնաժամի ավարտից հետո իրենք սպասում են ամերիկացի ներկայացուցիչների Մոսկվա ժամանելուն։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ կրկին մանրամասն քննարկել այդ հարցերը։ Թեհրանը եւ Դոհան համաձայնության են եկել Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվներից 6 միլիարդ դոլարը ապասառեցնելու շուրջ։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Շարունակվում է սառեցված միջոցների մնացած մասի վերադարձի շուրջ անհրաժեշտ աշխատանքը, նշված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Իսկ Press TV-ի հաղորդմամբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության գաղափարին տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար։ Իրանը հաստատել է իր պատրաստակամությունը երկխոսություն սկսել Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ, ստեղծելու անկախ կոնսենսուսի վրա հիմնված եւ արտաքին ռազմական միջամտությունից զերծ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմ, հաղորդում է լրատվական գործակալությունը։ Արաղչին հայտարարությունն արել է Բաղդադում, որտեղ հանդիպել է Իրաքի նախագահ Նիզար Ամեդիի, խորհրդարանի խոսնակ Հայբաթ Ալ-Հալբուսիի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քազիմ Ալ-Արաջիի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել տարածաշրջանային անվտանգությանը նոր մոտեցում ցուցաբերել, հիմնված համագործակցության եւ
փոխադարձ վստահության վրա։ Խոսելով Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մասին, Արաղչին ընդգծել է, որ Իրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ համաձայն իր պարտավորությունների եւ Միացյալ Նահանգների հետ փոխմբռնման հուշագրի դրույթների եւ կշարունակի համագործակցությունը Օմանի հետ որպես հարևան ափամերձ պետության, ինչպես նաեւ երկխոսությունը տարածաշրջանի մյուս երկրների հետ, նշել է հեռուստաալիքը։ Միացյալ Նահանգները եւ Իրանը կրկին խոստացել են չհարձակվել միմյանց վրա առնվազն մինչեւ կատարում նախատեսված հանդիպումը Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման հարցը քննարկելու համար։ Այդ մասին հայտնել է Axios-ը հղումանելով Վաշինգտոնի աղբյուրներին։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 30-ին։ Ներկայումս նեղուցը միայն մասամբ է բաց եւ Իրանը պահանջում է, որ նավերը համակարգեն իրենց երթուղիները երկրի ռազմական ղեկավարության հետ։ Թեհրանն այժմ թույլտվություն չի տվել արևմուտքի երկրներին Հորմուզի նեղուցի ամբողջական ականազերծման համար։ Լրատվամիջոցների տվյալով այդ պատճառով ջրային տարածքում նավերը կարող են տեղաշարժվել միայն երկու նեղ երթուղով, չնայած նեղուցի ամբողջական բացման մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Հունիսի 26-ից 27-ը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև տեղի է ունեցել լայնածավալ հարվածների փոխանակում։ Միացյալ Նահանգները հարձակվել է Իրանի մի քանի ափամերձ բազայի վրա, իսկ վերջինս անցած օրերի ընթացքում հարվածել է նեղուցով անցնող երկու առևտրային նավի։ Թեհրանն իր գործողությունները բացատրել է նրանով, որ նավերը շեղվել են նեղուցով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համաձայնեցված երթուղուց, իսկ Վաշինգտոնի գործողությունները գնահատել որպես նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը թուլացնելու փորձեր։ Ի պատասխան ամերիկյան հարձակումներին իրանական ուժերը հարվածել են Քուվեյթում եւ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների։ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի, 3150 մարդ վիրավոր է։ Տեղական եւ տարբեր երկրներից ժամանած փրկարարների թիմերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Օտարերկրացի փրկարարները հիմնականում տեղակայվել են Լա Գուայրայի շրջանում, որն ամենաշատն է տուժել ստորգետնյա ցնցումներից։ Տասնյակ շենքեր են փլուզվել։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ նախորդին հաջողվել է որոշ մարդկանց ողջ դուրս բերել փլատակներից, հետևաբար փրկարարական գործողությունները չեն դադարում։ Նա նշել է, որ կրթական հաստատություններում դասերի մեկնարկը կհետաձգվի եւս մեկ շաբաթով։ Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ եւ գործող նախագահի եղբայր Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ մոտ 13000 մարդ տեղահանվել է, 774 շենք փլուզվել։ Երկրի կառավարությունը հայտնել է հարյուրավոր անհետ կորածների կամ փլատակներում մնացածների մասին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն նրանց թիվը հասնում է 50 000-ի։ Դավիթ Մուրադյան, լուրեր։